Երգե ձյունը լուր է նոր մեր օրերից Նա ասում է դու իզուր ես հեռացել հույսից Jingle bells, jingle all the way Oh, what fun is to ride in a one-horse sleigh Ինչ է, in a one-horse open sleigh ինչ է? Միհատի Միդիով Միդիով բաց Ինչ? Միդիով բաց եղնակ Սահնակ Սահնակ Եղնիկն ու սահնակը խառնեց իրար իմ տեղ Այ բեղերով մորուքով Այ մաշկերը չի տեսնում քեզ Մորուքը փակեց աչքերը, չէ՞։ Այս տղայը Հա, այս տղայը Եղել է մի ամանոր, որը շատ տարբերվում է հիմա, եթե հիշեք, ամենատարօրինակ, ամենատարբեր ամանորը։ Բոլորն էլ յուրահատուկ են եղել եւ ամեն տարիքում տարբեր է եղել այդ շրջանում, ասենք, ինչպես ուզել եմ, այդպես է անցել։ Եղել է տարի, որ այստեղ չեմ եղել։ Ընդհանրապես ընտանիքիս հետ չեմ եղել եւ օտար մարդկանց հետ եմ եղել։ Եղել է տարի, որ միգուցե այն վատ տարիներին լույս չի եղել եւ այլն։ Եղել է տարի, որ շատ լավ շրջապատում եմ անցկացրել, բայց իհարկե արդեն արժեքավոր նոր տարիները սկսվել են ժամանակվանից, երբ Հենրին է ծնվել ու ամեն տարին կարծես ամեն ինչ իրեն է նվիրված, իր համար է արվում, առաջին ձյունը, առաջին նոր տարին, առաջին իր տոնածառը եւ այլն եւ 1 տարեկան, հետո 2 տարեկան, հետո 3, այդպես ամեն տարին նոր բացահայտում է։ Իր առաջին նոր տարին կարող եք հիշել ինչպես եք պատրաստվում։ Դե ինքը 2 ամս է կաներ առաջին նոր տարին, ոչինչ չէր հասկանում, իրեն փոքրիկ ձմեռ պապիկի շորի հագցրեցինք, մենք էինք ուրախանում, ինքը ոչինչ չէր հասկանում։ Ու այդպես մենք ուրախացանք, իհարկե իրեն նկարում ենք այդ բոլոր պահերը, որ հետո հիմա արդեն իրեն հետաքրքիր է, երբ դիտում է այդ վիդեոները։ Մամա մի հատ դիր նայում էլի այն փոքր ժամանակվա վիդեոները ու ամեն ինչ հիմա երբեմն ինքն է ինձ հիշեցնում, ասում եմ դու որտեղ ես գիտես, հետո հիշում եմ, որ ինքը վիդեոյով դիտել է ու արդեն ֆիքսել է, գիտի, անգիր գիտի բոլոր տարիքներում իր հետ ինչ է եղել։ Իսկ իր առաջին պատվերը, հա, ձմեռ պապուց ինչ էր ուզում, առաջին նվերը, որ ասել է, որ այս է ուզում, կարող եք հիշել։ Հա, դե հիմիկվա երեխաները, բոլորն էլ կարծես արդեն ամեն ինչ ունեն, հիմնականում տարվա ընթացքում ինչ ուզում են, ծնողները մեծ մասամբ գնում են եւ մենք էլ ինչ ուզում են, ինքը ինչ տեսնում եւ ուզում է, փորձում ենք, որ ինքը ունենա եւ արդեն հերթը չի հասնում ձմեռ պապուն ու նույնիսկ ցավում եմ դրա համար, բայց կորել է այդ արժեքը ձմեռ պապու նվերի, որովհետև մենք ամբողջ տարին երբ ես փոքր էի, սպասում էինք, որ ինչ-որ մեր երազած խաղալիքն ենք ունենալու, հիմա ամեն ինչ ավելի հասանելի է եւ ձմեռ պապուն է սպասում։ Այ ձմեռ պապի շատ սիրում է ինքը եւ շատ ուրախանում է եւ քանի որ մենք հիմա նաեւ ունենք հարևաններ եւ ամեն տարի իրենց տներն են այցելում ձմեռ պապիկները Պատկերացրեք 5 րոպեն մեկ մի ձմեռ պապիկ է գալիս, մերը սկսում է այցելել մյուս հարևաններին, հետո իրենց ձմեռ պապիկը մեզ է այցելում, ինքս որ մի կես ժամ երևի 12-ից հետո անընդհատ ձմեռ պապիկներ են գալիս եւ իհարկե փորձում ենք որ նվեր բերի ձմեռ պապիկը, միևնույն է ուրախանում է ինքը, ինչ էլ լինի, ուրախանում է։ Հենրի, իսկ ձմեռ պապից ինչ ես ուզում որ քեզ նվեր բերի, հələ կպատմես։ iPad-ը խաղալիքները տղա մի հատ իսկական տղա Եվ պայր ես ուզում։ Հա։ Մամուլում շրջանառվում է իրար նվերը։ Դե դա ոչ թե իր ցանկությունն է, այլ շրջապատի եւ հարազատների, որ իրեն սովորեցրել են իհարկե, բայց ինքը ուզում էր ավելի տեխնիկայի հետ կապված խաղալիքներ, iPad եւ այլն, որ հիմա բոլոր երեխաներն ունեն եւ այդ խաղերն են շատ խաղում։ Բերեց ձմեռ պապիկը ժամանակից շուտ, իսկ հիմա ձմեռ պապիկը դեռ չգիտենք ինչա բերելու։ Իսկ ինչ վերաբերում է գլխավոր ցանկությանը։ Գլխավոր ցանկությունը եւ ձմեռ պապիկը եւ Աստծո խնդիրն է այստեղ, ինչպես իրենք այնտեղ կորոշեն, նույնպես է։ Դա Հենրի որոշումը չէր, փաստորեն, ոչ ցանկություններ։ Դե ինքը շատ է ուզում, ինքը շատ սիրում է ընդհանրապես երեխաների հետ շփվել,
Ես ունեմ հարազատներ, քույր, եղբայր, ովքեր ունեն թոռնիկներ արդեն իր տարիքի եւ երբ իրենք միանում են իրար 7 հոգի են լինում պատկերացրեք որ մանկապարտեզ արդեն պետք չի ինքը ամեն օր իրենց հետ խաղում է այնպես որ պես չի որ ինքը մենակ է եւ անպայման ուզում է որ ունենա քույրիկ կամ եղբայր բայց եթե լինի մենք բոլորս ուրախ կլինենք Օրինակ անցած տարվա անակնկալը ինչպիսին էր, ինչ արեցիք։ Մենք բոլորս միասին դիմավորեցինք նոր տարին տանը, հետո նստեցինք մեքենան ու գնացինք դեպի հրապարակ, Հանրապետության հրապարակ, Տոնազարի մոտ, շատ հետաքրքիր էր նախ մեր հայրենակիցներին տեսնել եւ տուրիստների տեսնել, չինացիների տեսավ եւ շատ հետաքրքիր էր այդ չինացիները ինչ որ փուչիկ կար իրենց մոտ։ Իսկ ինքը ուզեց այդ փուչիկը Ոչ մի կերպ չէին ուզում այդ աղջիկները հրաժարվել այդ փուչիկից, չհասկանալը որ երեխա է ուզում է եւ այլն։ Հետո վերջի իհարկե տվեցին։ Ինքը մի քիչ խաղաց նորից վերադարձրեց, ու այդպես ուրախ, զվարթ, լավ անցկացրինք անցյալ տարի։ Ես կարծում եմ այս տարի էլ կգնանք հրապարակ։ Ամեն մարդ իր տանը պետք է նշի նոր տարին։ Ասում են ինչպես դիմավորես այնպես էլ անցնում է, բայց մեր մոտ միևնույն է, մենք ինչքան էլ տանն ենք նշում, ամբողջ տարին դուրսում ենք լինում, ճանապարհորդում ենք շատ։ Այս տարի էլ ունենք հրավեր տարբեր մեր այստեղ համալիրներից երգելու համար, որպեսզի ես մասնակցեմ, բայց ես հրաժարվում եմ այդ գիշերը, չեմ ուզում ոչ միտեղ լինել, ուզում եմ տանը լինել։ Արդեն 4 տարի շարունակ այդպես է գրաֆիկը։ Միայն տանը։ Միայն տանը։ Իսկ երբ է սկսում արդեն համերգային այդ Դա կապված է արդեն հրավերներից, եթե հենց ամսի 1-ին լինի, սիրով կգնամ, եթե 10-ին կամ 20-ին կամ շարունակվի ամբողջ տարին։ Կարևորը գիշերը միասին բոլորը շամպայնը բացում ենք, իրար շնորհավորում ենք։ Այդպես։ Հաթիլները պսպղում, ինչ լավ են ուսանում, դահուկները իմ սիրուն, ինչ լավ են ուսանում, դահուկները իմ որ գալիս է ձեր տուն ոնց է կնկարագրես բոյով, գլխարկով, բեխերով, մի հատ նկարագրի մենք էլ պատկերացնենք։ Մեծ գլխակով բեղերով։ Ինչ գույնով։ Ինչ գույնի։ Ինչ գույնի կարմիր։ Այս ծմեր պապիկից է։ Այս ձմար պապկի բոյով նա չէ, բայց որ գալիս է։ Իսկական։ Իսկականն է։ Իսկ հայտնի է որ դուք խոհանոցային արվեստին շատ լավ գերազանց եք տիրապետում։ Գլխավոր բանը օրինակ ամենօրյասանը որ պետք է պարտադիր դուք պատրաստեք որն է դա։ Շատ սիրում եմ այո պատրաստել եւ պատրաստում եմ ամեն ինչ դե բարձ է որ շատ երկրներում եմ եղել եւ կան կերակրատեսակներ որ մեկը մյուսին չի համապատասխանում քաղցրը կծուի հետ աղին մյուսի հետ եւ այլն բայց միևնույն է մենք սիրում ենք ընտանիքով բոլորս էլ եւ ես եւ Ավոն եւ Ավոյի մայրը որ մեզ հետ է ապրում ինքն էլ 16 տարի Սփյուռքում է եղել աշխատել է դրսում եւ ինքն էլ արդեն այդ ամեն ինչին ծանոթ է եւ ոչ մի նորություն չկա որ լինի եւ մենք ասենք կա օսա չենք ուտում կամ նա չենք սիրում ամեն ինչ էլ սիրում ենք եւ ես հիմնականում դե հիմա Բացի այն, որ ես տեսել եմ եւ շատ տեղեր փորձել եմ այդ կերակրատեսակները, կա YouTube-ը, ինտերնետը, եթե հիշում եմ այդ կերակրատեսակը, միանգամից մտնում եմ YouTube, նայում եմ պատրաստման ձևը եւ արագ պատրաստում։ Ամերիկայից նոր եմ եկել եւ բերել եմ այն բաները, որ այստեղ քիչ կա կամ նույնիսկ չկա, cream cheese-ով cheesecake եմ պատրաստելու որ արդեն բոլոր հարազատներս են սիրում ու պատվիրել են եւ cinnamon roll այստեղ համարյա թե չկա այդ cinnamon roll-ը cinnamon-ը դե դարչինն է roll ռուլետ ոնց որ ռուլետը որը միջուկը դա շաքարավազն է եւ դարչին շատ համով խմորեղեն է որի վրա ավելանում է այդ cream cheese ասվածը, էլի շաքարի փոշիով այսպես պատրաստում ենք սոուսա լինում, շատ համով տաք անուշեղեն է, դա էլ եմ պատրաստելու, դա էլ այնտեղ համարվում է էլի Christmas-ի խմորեղեն, հա։ Իսկ այդպիսի ուտեստ, որը հատուկ
երեխայի համար է ամուսնու համար որ տարանջատված են ու պարտադիր հասցնում եք եթե տանեք լինում հասցնում եք առանձին Պատկերացրեք, որ ես էլ Ավոնել հիմնականում շատ սիրում ենք եւ հիշում ենք մեր մանկության ճաշերը, ու հենց Հենրիի համար պատրաստում մենք էլ մեծ հաճույքով ուտում ենք, էլ հարկ չի լինում, որ ավելորդ պատրաստեմ նաեւ մեզ համար։ Այդ մանկապարտեզի ճաշերը, չգիտես ինչի, շատ ես էլ Ավոնել շատ սիրում ենք։ Հենց մի բան պատրաստում եմ, Ավոն գալիս է, ասում եմ, սա կա, միս կա, սա եւ ասում եմ, այդ ինչ հոտ է գալիս, ինչ որ ճաշի հոտ եմ առնում, ասում եմ, Աբու Հենրիի ճաշն է, ասում եմ, այ դրանից կուտեմ, ասում եմ, մանկապարտեզի անգույնի սուպեր է։ Նույնիսկ այո, առանց կանաչի երբեմն ու կամ չորացրած կանաչիով, այդ մեզ այդ հիշեցնում է մանկապարտեզը։ Ու սիրում ենք։ Հասցնում եք նոր տարվա այդ պատրաստության հետ զուգահեռ անպայման ինչ-որ մի բան պատրաստել սեղանը։ Պատկերացրեք, մենք նոր տարուն, ինչպես ընդունված է, ում տուն գնում ես նույն բանն է, հա, ունենք նաև այն ճաշերը, որը մենք ամեն օր պատրաստում ենք, սուպիկներ, սալատներ եւ այլն։ Հա, նոր տարուն, որ մենք ամեն օր տարբեր լինի, նույնը անդադ հոգնում ես, այդ 10 օրը գոնե նույն բանն ես ուտում, նույնիսկ հյուրել գնում ես, նույն բաներն են։ Դրա համար փորձում ենք մեր տանը, ուղղակի մենք ունենանք մեր ճաշերը։ Hey, jingle bells, jingle all the way. Oh, what fun is to ride in our sleigh. Hey! Մեսին այսն տալիս է։ Բա մեր հայ ֆուտբոլիստներից էլ կան, որ կարելի է նմանվել, գիտես։ Քո անունը։ Հենրի։ Մխիթարյան Հենրի կա, եւ կլինես Հենրի Խալաթյան։ Պապանեկա։ Ոսալստը։ 1 2 3 4 1 2 3 4 Հենո ջան, Մռութ ջան, Արև ջան, Կյանք ջան։ Հեքիաթային նոր տարի, չգիտեմ, շատ նոր տարիներ եմ հիշում, թե ընկերների հետ, թե ընտանիքում, բայց որ զատեմ, առանձնացնեմ որևիցե մեկը չեմ կարող, ճիշտն ասած, բայց երևի թե հիմա վերջին շրջանի իմ ընտանիքը, իմ բալիկի հետ մտովի հիշում եմ իմ մանկությունը, իմ հորը, իմ մորը, ինչպես էինք մեր տանը դիմավորում նոր տարին, հիշում եմ ինչպես այրվեց մեր տան տոնածառը, երջանիկ եմ ու շատ ուրախ, որ իմ ընտանիքի հետ եմ, իմ զավակի հետ, արդեն նոր տարի։ 2012-ի ձեր ամենանվիրական երազանքը կամ ինչ-որ թաքուն երազանք, որի մասին մտքում ուղղակի երազում եք կամ հիմա փորձեք բարձրաձայնել։ Երևի Հենրին շատ էր ուզում, որ ձմեռ պապիկը իրան ապերիկ բերի կամ քույրիկ, չէ՞։ Երևի նույնն էլ ես եմ երազում։ Օրինակ կարող հիշել ձեր առաջին նվերը Հենրիին, նոր տարվա նվերի մասին է խոսքը։ Չեմ հիշում, գիտեք, որովհետև մեծամասամբ շրջագայություններից մի կերպ գալի հասնում, ծայրին, չէ, հասցնում ենք նոր տարին, միշտ ինչ կան նվեր, որ առնում ենք Լունեի հետ կամ պատրաստում ենք, որ պիտի նոր տարուն տանք, միշտ շուտ ենք տալիս, չենք դիմանում, ուզում ենք, որ Հենրին ուրախանա այդ պահը զգանք ավելի շուտ, մեզ որ տենց հատուկ, որ ձմեռ պապին դնի բարձի տակ բան կլինի, երևի, բայց տենց մեծ նվերները, որ պիտի ինչ-որ նոր տարում ինչ-որ օր չէ, նվիրես տենց լավ նվերները, մենք չենք դիմանում, մենք շուտ ենք տալիս, ես որ նոր տարուն գործը չի հասնում էլի։ Բայց կա անակնկալներ։ Իհարկե, միշտ է լինում է։ Բարձի տակ է գտնում երեխան նվերը, տնածառի տակ թե։ Երևի բարձի տակ կգտնի այս տարի։ Միշտ ուզում ենք փոխենք, որ հետաքրքիր լինի։ Իսկ այն նվերը, որ դուք եք ստացել, որը երբեք չեք մոռանա, ամանորյա նվերի մասին։ Օրյա նվեր, որ երբեք չեմ մոռանա։ Չի եղել, էլի միշտ երևի շուտ են տվել ինձ էլ, չեն դիմացել ինձ էլ շուտ տվել։ Դուք էլ միմյանց նվերները ավելի շուտ եք անում, հա։ Հա, երևի, հա։ Որովհետև այդպես չի տպավորվել ամանորյա նվեր։ Ծնունդի նվեր կարող է օրը մթնոլորտը երևի ավելի տպավորիչ է լինում, քան թե հենց նվերը։ Դու դժդգդան արա, ես կերկեմ։ Դու արա դժդգդան արա, դու մենակ դժդգդան։
Դիրա սիրած երկն է։ Արի հիմա էքսել մոմինին ենք։ Պիտին։ Environment pidin. Manu mane li bamba bamba abonatiti. Kitty. Nare tomorrow mane no bamba o bambano abonatiti. Ida yaki.